Հայր Սուրբ ջան, երբ ասում ենք, որ Հիսուս Քրիստոսը եւ Աստված է եւ մարդ, ինչպես կարելի է դա հասկանալ առանց բարդ աստվածաբանական տերմինների, որ մարդիկ ավելի ճշմարիտ ըմբռնեն ու ճշմարիտ հասկանան։ Ինչպես հասկանան, որ Քրիստոս համ Աստված է, համ մարդ։ Հարցը ավելի հավատքի հարց է, գիտես, ուղեղի հարց չի, որտեվ դրա համար պատահական չի, որ մենք հավատամքում ասում ենք, մենք հասկանում ենք, քննում ենք, այ մենք հավատում ենք, չէ՞։ Հավատում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հա, հետո իր միածին որդին եկավ, մարմնացավ, մարդացավ, ծնավ կատարելապես, չէ՞։ Շատ դա կարևոր բաներ են, որոնք մենք հավատալիքի բան է։ Երբ որ սկսում է մարդու ուղեղը աշխատել ու ընկալել այդ ամեն ինչը, այդտեղ սկսում են բազում հերետիկոսություններ, շեղվածություններ, նույնիսկ կարա անհավատության բերի, որը մարդ չկարողանա ընկալի, ըմբռնի, որտեվ բաներ կա մենք չենք կարող։ Մարդը սահմանափակ է, Աստված է, անպարագրելի է, բայց հետաքրքիրը անպարագրելին ուր կարա տեղավորվի խոնարհների մեջ, որը տիպարը Աստվածամայրն էր, չէ՞, ասում է խոնարհությանս վրա նայեց եւ իր մեջ ընկալեց։ Սա նաեւ խորհուրդ է, որ երբ որ մենք խոնարհվում ենք, ընդունում ենք, որ հայ եկեղեցին սենց է դավանում, Աստված ամեն մեկին իր լեզվով, իր մակարդակի չափով կբացի։ Բայց կարելի է ինչ որտեղ խոսել այն սահմանների մեջ, որը մենք հավատում ենք, խոստովանում ենք։ Ուրեմն բանն Աստված Աստծո որդին էր, ժամանակներից վեր հավիտենականության մեջ ծնվել էր, որը սկիզբ չուներ, որտեվ այդ ծնունդը սկիզբ չուներ, մենք հավիտենականությունը ժամանակի ընկալումը չկա։ Հիմա կասեք ոնց։ Հիմա ես գիտեք ոնց եմ ասում, Արտուր, ասում եմ, կարաս ես հիմա մոտավորապես հիմա դու Բելգիայում ես, չէ՞։ Ես մոտավորապես քարտեզ եմ տեսել, չէ՞։ Աչկա չափով մոտավորապես կարամ ասել, դե մի 2000 կիլոմետր է։ Ուղիղ գծով Երուսաղեմից ձեր մոտ, հա։ Բայց որ ինձ ասեն երկինքը որտեղ է վերջանում, ուղեղը մարդու կարա մի քիչ բան լինի, էլի, չկարա տեղավորի։ Վերջ չունի, անվերջ է։ Դե անվերջը, բայց այդ անվերջը չի տեղավորում։ Դրա համար շատ բաներ կա, մենք դժվար է տեղավորել։ Մենք նորից գալիս ենք հավատում ենք։ Մենք հավատում ենք, որ բանն Աստված, Աստծո որդին եկավ ծնվեց Մարիամից, այսինքն իր արգանդի մեջ իջավ եւ Մարիամի արյունը վերցնելով մենք տենց ենք դավանում, իր արյունը մաքրեց, արյունը վերցրեց եւ այդ արյունից դարձրեց իրեն համար մարմին։ Սա է, ինչպես է դա, նորից եմ ասում, մեր հայրերը բացատրելի բանը փորձել են մի ինչ-որ բաներով բացատրել, որը քեզ հնարավորություն է տալի դա հավատալու։ Երբ որ դու սկսում ես քննել ինչպես թե կինը հղիանա արգանդի մեջ առանց տղամարդու սերմի։ Մենք ասում ենք վերցրեց արյունից եւ 9 ամիս ժուժկալեց, համբերեց մոր արգանդի մեջ։ Այսինքն մեր եկեղեցին ասում է, որ 9 ամիս ինքը մնաց, բայց երբ որ ձևավորվեց արդեն 40 օրական հղիի այդ սաղմը եղավ, էլի, այդ ձևի ասեմ։ Ոչ թե առաջի պահից, որ կինը հղիանում է, այդ ձևով չէ, 40 օրյա բանով։ Եվ ըստեղ ինքը ծնվեց Մարիամի որդի դառավ, որտեվ մարմին առավ, ոչ թե աղանդ կա, հերետիկոսություն կա, որ ասում է արերևութաբար է Քրիստոս, այսինքն մենք տեսնում ենք իլյուզիա, էլի, մենք տեսնում ենք, բայց ինքը չկա, հոգի է։ Բայց պատմականորեն պատմական գրերում կա, որ մարդը ծնվել է, Հիսուս Քրիստոս անձը ծնվել է։ Ու դրա համար մենք հավատում ենք, որ ինքը միաժամանակ եւ Աստված էր, եւ մարդ էր։ Բայց այդ Աստվածը ինչ որտեղ առանձին մարդ չէր ծնվել, որ եկավ իր մեջ բնակվեց։ Դա Նեստորն է ասում օրինակ։ Առանձին մարդ չէր, որ իր համար այնտեղ ծնվեց Մարիամից, հա, ու Հետո Աստված իջավ իր մեջ։ մկրտության ժամանակ իջավ մեջը, ինքը դառավ Աստծո տաճար, Աստծո որդի։ Դա տենց չի, հենց այդ միացման պահը, երբ որ ինքը միանում է, կպնում այն, ասենց ասեմ, ինքը այդ Աստծո որդին նաև դառնում է Մարիամի որդին։ Այսինքն ինքը ոչ թե ուրիշ մեկն էր Մարիամի որդին, այլ ինքն է իրոք դառնում Մարիամի որդի, այսինքն հենց մարդու փրկությունը սկսում է այն ուղնուց ուցից էլի։ Մի քիչ չէ բարդ է, դրա համար մենք դավանում ենք, ես միացյալ կներես Տաթևացու դավանանքը ժամագրքի մեջ կա, որ ամեն առավոտ ընթերցվում է գիշերային ժամերգություն հրաժարեմքից հետո, որ ասում ենք հավատում ենք, այսինքն միացյալ մի բնությունն ենք։ Այսինքն մի բնություն, ինչու մի բնություն, որտեվ դա Քաղկեդոնի դավանանքը իրենք խոստովանում են երկու բնություն, դե հիմա այսօր այդ նյութը չի, որ շատ չծանրանանք, մի բնություն, ինչու մեր հայրերը բացատրում են հետևյալ ձևի, ասում է մարդը ունի հոգի եւ մարմին, հա, հոգին դա առանձին բնություն է իր ամբողջ բանով, մարմինը առանձին մի բնություն է, տարբեր են, այնի շոշափել է, այնի անշոշափել է, սա տեսնում ենք, սա չենք տեսնում, բայց երբ որ իրար միանում են, դառնում է մեկ մարդկային բնություն,
բանն Աստված, Աստծո բնությունը միացավ մարդկային բնությունը, դառավ մեկ միացյալ բնություն, Հիսուս Քրիստոս։ Մենք սա ենք հավատում։ Իսկ թե այնտեղ երբ որ սկսում ենք բացատրել, դա տանում է հերետիկոսության ոսկե բերանի մոտ է կարծեմ, ասում է դու, որ ասում է չես կարող քննես Աստված երկինքն ու երկիրը ինչպես ստեղծեց, չէ, ոնց ձեռքով sense խաղաց ձնագնդիկ պես բան կլոր երկրագունդը սարքեց, խոսքով ասեց այդ ոնց եղավ, եթե դա դու չես հասկանում, ասում է դու ոնց կարաս հասկանաս իր էությունը եւ իր մարդացումը։ Դա պետք է հավատանք, էլի, դրա համար հավատալա պետք, իսկ քննելը, ուսումնասիրելը թողեք վարդապետներին։ Այո, ես ամեն ձևի համաձայն եմ, հայր Սուրբյան։